Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության զինուշ հեռուստածրագրի կիրակնօրյա թողարկումն է, բարև ձեզ։ Ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, այնպես էլ Արցախի պաշտպանության բանակում մեկնարկել է 2013 թվականի ձմեռային ուսումնական փուլը։ Դրա շրջանակում անցկացվող մարտավարամասնագիտական միջոցառումների մասին են պատմում Արցախի մեր գործընկերները։ 2013 թվականի բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին պարապմունքները մեկնարկեցին փետրվարի 4-ին։ Ինչպես միշտ նշված ժամանակահատվածում անց են կացվում մարտավարաշարային համալիր մարզումներ, որոնց նպատակն է յուրաքանչյուր ստորաբաժանման եւ անհատ զինծառայողի ուսուցանել այն գործողություններն ու դրանց հերթականությունը, որոնք ենթադրվում են իրականացնել զորամասը մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերելու դեպքում։ Պարապմունքները անց են կացվում նախ ջոկի եւ դասակի, իսկ ապա նաեւ վաշտի, գումարտակի եւ գնդի կազմերով։ Պարապմունքը բաժանված է 4 ուսումնական կետերի։ Առաջի ուսումնական կետում իրականացնում ենք անձնակազմի գործողությունները տագնապով վերկացի ժամանակ, հանդերձանքի ճիշտ դասավորումը, անձնակազմի դուրս գալը զորանոցից։ Ունենք նաև ուսումնական կետ զինանոցում, որտեղ անձնակազմը պետք է սովորի համաձայն մարտական հաշվարկի զենքի եւ զինամթերքի դուրսբերումը։ Երրորդ ուսումնական կետում օրապանների եւ հերթապանների կողմից գործողությունները տագնապով վերկացի ժամանակ եւ զորանոցի պահպանությունը եւ 4-րդ ուսումնական կետում անձնակազմի մեքենաների նստեցումը տեղակայման վայրից դուրս է արդեն դա գտնվելու 4-րդ ուսումնական կետը։ Մարզումները առանձնակի կարևորություն ունեն հատկապես նորակոչիկների համար։ Առավել քան որևէ մեկը վերջիններս պետք է ծանոթանան գործընթացի մանրամասներին, տեղյակ լինեն այն խնդիրներին, որոնք պետք է իրականացվեն, իմանան իրենց տեղը շարքում եւ մարտակարգում, եւ որ ամենակարևորն է գիտակցեն, թե ինչի համար են անհրաժեշտ կատարել տվյալ միջոցառումները։ Վերջիններիս ամեն կերպ օգնում եւ իրենց փորձն են փոխանցում նաեւ ավակ եւ կրտսեր հրամանատարները։ Տրամադրված ենք շատ մարտական, առաջին ուսուցումը մեզ պահպանել անվտանգության կանոնները, դա բոլոր փորձերի ժամանակ է։ Հիմա տագնապի փուլն է սկսվում։ Տագնապի ժամանակ պետք է հասցնենք մեր գործը, ամեն մեկը պետք է իմանա իր դերը զինանոցում, ինչ պետք է վերցնի զինանոցից զինամթեր դուրս բերելու ժամանակ։ Մի խոսքով ամեն ինչ անելու ենք, որ ուսումնական փուլի ընթացքում լավ արդյունքներ, ցուցանիշները բարձր լինեն։ Ես իմանալից խոսք եմ տալիս, որ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի իմ հրամանատարների ակնկալիքները արդարացնեմ բոլորը։ Ուսումնական փուլի մեկնարկային պարապմունքների ընթացքը սահմանված կարգի համաձայն էր ընթանում նաև Պաշտպանության բանակի հրետանային եւ մոտոհրաձգային բրիգադներում։ Յուրաքանչյուր զորամասում բացի ընդհանուր բնույթի գործողություններից հաշվի են առնում նաև առանձնահատկությունները եւ անձնակազմին ուսուցանվում այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի ուսումնական փուլը լավ արդյունքներով եզրափակելու համար։ Բոլորի տրամադրությունը սկսած յուրաքանչյուր զինվորից մինչև վերջին հրամանատարը տրամադրությունը բարձր եւ ուսումնական են ամենակարևորը։ Բոլորս տրամադրված ենք, որպեսզի ուսումնական փուլի ընթացքում աչքին գնենք մեր կրթական, մեր մասնագիտական բոլոր իմացություններով եւ մեզ պարգևեն, ասենք, առաջի տեղ կամ ինչ-որ խրախուսանքներ։ Առաջին օրերի պարապմունքների արդյունքները երևացին արդեն զորամասերի ներդաշնակման եւ բարձր աստիճանի մարտական պատրաստականության վիճակի բերելու ժամանակ։ Այստեղ արդեն առանց թերությունների եւ ժամանակի ավելորդ կորստի անձնակազմը իրականացրեց սահմանված բոլոր միջոցառումները եւ դրանով իսկ առաջին հաստատուն քայլը կատարեց 2013 թվականի ուսումնական տարվա խնդիրների հաղթահարման ուղղությամբ։ Մեր հաջորդ տեսանյութն անդրադարձ է հանրապետության այն եզակի ընտանիքներից մեկին, որի 3 զավակները ներկայումս ծառայում են զինված ուժերում։ Եվ ահա օրերս տեղի ունեցել այդ ընտանիքի կրտսեր զավակի երդման հանդիսավոր արարողությունը։ Ներկայացնում է Նարեկ Սարգսյանը։ 1990-ական թվականներին, երբ Ադրբեջանն անհավասար պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, հայ ժողովուրդը միասնական ոտքի կանգնեց։ Այդ տարիներին ստեղծվեցին բազմաթիվ կամավորական ջոկատներ եւ հարյուրավոր կամավորականներ մեկնեցին ռազմաճակատ պաշտպանելու արցախահայության իր բնորանում ապրելու իրավունքը։ Այդ կամավորականներից էր նաեւ Արթուր Եղիազարյանը, ով դեռևս դպրոցական տարիներից միացել էր Արցախյան շարժմանը։ 1990 թվականին, երբ նոր էր լրացել 16-ամյակը, Արթուրն անդամագրվում է աֆղանական պատերազմի վետերաններից կազմված եւ ազգային լեգիոն ջոկատին կից գործող Սողոմոն Թեհլերյան ջոկատին։ Նույն թվականին էլ նա մեկնում է հանրապետության հեռավոր սահման,
եւ մասնակցում Մեղրու շրջանի Նռնաձոր գյուղի ազատագրմանը։ Արթուրը զուգահեռ սովորում էր Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, խորամուխ լինում հայոց պատմության հերոսական էջերին։ 1992 թվականին Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ընկերոջ հետ որոշում է կրթօջախ հիմնել երբեմնի հայոց պատմամշակութային քաղաքում։ Վարժարան ստեղծելու աշխատանքները դեռ նոր էին սկսել, երբ լուր են ստանում, որ ադրբեջանցիներն Արցախի վրա նոր ու հզոր հարձակում են ձեռնարկել։ Ընկնում է Շահումյանի շրջանը, որից հետո սկսվում է Մարտակերտի շրջանի անկումը։ Վարժարան ստեղծելու աշխատանքները դադարեցվում են։ Արթուրն անդամագրվելով Շուշիի առանձնակի գումարտակին հերոսական մարտեր է մղում Արցախում։ Կարճ ժամանակ անց հայկական ուժերի կողմից կասեցվում է թշնամու առաջխաղացումը, որից հետո էլ սկսվում եւ հաջողությամբ ավարտվում է ազերիների կողմից բռնազավթված բնակավայրերի ազատագրումը։ Պատերազմի ընթացքում Արթուրը Շուշիում հաստատվելու որոշում է կայացնում եւ վերսկսում Արամ Մանուկյան վարժարանի հիմնադրման աշխատանքները։ Կարճ ժամանակ անց Շուշիում արդեն գործում էր վարժարանը։ Պատերազմի ամենաթեժ տարիներին Արթուրը Շուշիում սիրահարվում է արցախցի մի աղջկա եւ ծանոթությունից ամիսներ անց 1992 թվականին նրանք ամուսնանում են։ Շուշիում են ծնվում նրանց 3 որդիները, ընդ որում Արամը եւ Արան ազատագրված Շուշիում ծնված առաջին երկվորյակներն են։ Մեկ տարի անց էլ, երբ Արթուրը դեռ չէր բոլորել 21 տարեկանը, իսկ Նոնան ընդամենը 18 տարեկան էր, ծնվում է նրանց երրորդ զավակը՝ Արգամը։ Եվ ահա այսօր Արգամը երդվում է ազնվիրաբար ծառայել հայոց բանակում։ 3 եղբայրներն էլ ներկայումս ծառայում են տարիներ առաջ իրենց հոր եւ այլ քաջարի տղաների կողմից ազատագրված Արցախում։ Այսօր ես շատ հպարտ եմ, որ իմ տղաները հենց Արցախում են ծառայում։ Մանկուց այդ ցանկությունը միշտ իրենց մանկական տանից եղել է, միշտ իրենց դա եմ ասել, որ դուք պետք է ծառայեք Արցախում։ Եվ եկավ ժամանակը, 3-ն էլ այսօր ծառայում են Արցախում։ Եվ դա մեր համար հպարտալիք է։ Պատերազմից անմասն չմնաց նաև ընտանիքի պապիկը Վլադիմիրը։ Լինելով մասնագիտության բժիշկ, պատերազմի ամենաթեժ տարիներին նա Ստեփանակերտի հիվանդանոցում կյանք է վերադարձրել բազմաթիվ կամավորականների։ Տասնյակ հարյուրավոր հիվանդներ վերականգնել ու հետ են ուղարկել պատերազմի դաշտ, իսկ հետպատերազմյան ժամանակ իրենց ծառայությունը շարունակելու համար։ Ցանկանում եմ, որ մեր երկիրը միշտ խաղաղ լինի։ Այն ինչ մենք որ տեսել ենք պատերազմի տարիներին, երբեք մեր երեխաները դրա միջով չանցնեն, բայց երբևիցե, եթե ինչ որ մի բան լինի, թող մեր տղաները բոլորը քաջ զինվորի պես կանգնած լինեն մեր սահմանում։ Եվ ահա Եղիազարյան ընտանիքի մեծահասակները, որ անձնվիրաբար պայքարել են հանուն հայրենի երկրի խաղաղության, այսօր էլ խորին հպարտությամբ կրում են հայրենիքի նորօրյա պաշտպանի ծնողը լինելու բերկրանքը։ Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք։ Զինծառայողներին արգելվում է կատարել նախընտրական քարոզչություն եւ տարածել ցանկացած բնույթի քարոզչական նյութ։ Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից 10 օր առաջ փակցվում են զորամասերում զինծառայողների համար տեսանելի տեղում։ Զինծառայողը քվեարկությանը մասնակցում է անձամբ, լիազորված քվեարկությունն արգելվում է։ Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող փաստաթուղթը, զինվորական սպաների եւ ենթասպաների համար նաեւ զինվորական վկայականը, իսկ այլ զինծառայողների համար զինվորական գրքույկը։ Զինծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի, ռազմամթերքի։ Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր զինծառայող ստանում է քվեարկության 1 քվեաթերթիկ եւ 1 քվեարկության ծրար։ Զինծառայողը պարտավոր է քվեաթերթիկը լրացնել գաղտնի քվեարկության խցիկում։ Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե զինծառայողն ինչպես է քվեարկում։ Եթե զինծառայողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկ ստանալու համար։ Քվեաթերթիկում զինծառայողը միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան, կուսակցության անվան դիմացի քառանկյունում, ում կողմ է քվեարկում։
2012 թվականի աշնանային զորակոչի շրջանակում ազգային բանակի շարքերը համալրած նորակոչիկները շարունակում են անցնել երիտասարդ մարտիկի դասընթացներն ու պարապմունքները։ 6 ամսյա ուսումնական գործընթացից հետո էլ բնականաբար նրանք կներգրավվեն առաջին գծում իրականացվող մարտական հերթապահության մեջ։ Սահմանների պաշտպանների պատրաստումն անընդհատ գործընթաց է։ Յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ ժամկետային զինծառայողների զորացում ու զորակոչ է անցկացվում։ Հներին փոխարինելու են գալիս նորերը, ովքեր մինչև առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնելը կիսամյա նախապատրաստական կուրսեր են անցնում։ Հյուսիս-արևելյան սահմանում տեղակայված զորամասերից մեկում նորակոչիկների շրջանում կան մարտիկ, ովքեր միայն վերջերս են զորակոչվել ժամկետային զինծառայության։ Շարքային Վարդան Լուսարևյանը 15 տարի շարունակ ապրել է արտերկրում, սակայն հայերենին վարժ է տիրապետում, քանի որ տանը մայրենի լեզվով խոսելը պարտադիր հանգամանքներից մեկն է։ Հայրենասեր ծնողների կողմից պարտադիր է եղել նաև ժամկետային ծառայությունը Հայաստանի զինված ուժերի շարքերում իրականացնելը։ Երևանի Մայրբույի իրավաբանական ֆակուլտետի ուսանողն հայրենիքի մասին իր ուրույն դիտարկումներն ունի։ Հայրենիքը իմ համար այնտեղն է, որտեղ ես ծնվում եմ, մեծանում եմ եւ այնտեղ պիտի շարունակեմ իմ կյանքը եւ պաշտպանեմ իմ հայրենիքս։ Լավագույն եւ վատագույն պահերը պիտի լինեն իմ հայրենիքում։ Այս հավատարմությունը շուտով կամրագրվի զինվորական երդմամբ, հանդիսավոր արարողությունը նորակոչիկներին ծնողների հետ հանդիպելու առիթ կընձեռի։ Չնայած ծառայական կարճ փորձին, Վարդանը զգում է այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել իր բնավորության մեջ ու համոզված է, որ ապագայում տեղ կգտնեն նորերը։ Ծառայությունը ինձ համար կյանքի դպրոց է, որը անցնելուց հետո մենք դառնում ենք ավելի լուրջ եւ ավելի կազմակերպված անձ եւ վերադառնալով մենք կարողանալու ենք մեր կյանքը ավելի լավ կազմակերպել։ Ծնունդով Եղեգնաձորցի Շարքային Վահե Կոստանյանը եւս ճակատագրի բերումով երկար տարիներ բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։ Բային դժվարությամբ է խոսում հայերեն, սակայն համոզված է, որ ավագ ընկերների օգնությամբ արագ կհաղթարի այդ խոչընդոտը։ Կարևորն այն է, որ նա ցանկանում է լավ ծառայել ու նվիրվել երկրի պաշտպանության գործին։ 16 տարի այնտեղ եմ ապրել ու վերջում 10 տարեկանից լրացավ, ես եկամ Հայաստան։ Եկամ ոնց է պաշտպանել իմ հայրենիքս։ 2 տարվա մեջ ես շատ եմ ուզում սովորեմ իմ հայրենից լեզուն։ Երթման արարողությունից հետո տղաներին կտեղաբաշխեն զորամասի տարբեր ստորաբաժանումներում։ Նրանք տեսական ու գործնական պարապմունքների 6 ամսյա դասընթացներ կանցնեն, որի ընթացքում կզարգացնեն ինչպես ֆիզիկական պատրաստվածությունը, այնպես էլ ձեռք կբերեն ու կհարստացնեն տեսական գիտելիքները շարային եւ մարտական պատրաստվածությունից, կհմտանան վստահված ռազմատեխնիկայի կիրառման գործում։ Միայն կիսամյա պատրաստությունից հետո զինվորին կվստահվի սահմանների պաշտպանության խիստ պատասխանատու ծառայությունը։ Չնայած տղաները ծնվել ու ապրել են տարբեր միջավայրերում, այնուամենայնիվ նրանց միավորել է հայրենիքին ծառայելու նվիրական պարտականությունը։ Բարի օր, այս կիրակի Զինուժի հեռուստատաղավարի հյուրը Տոմսկի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի Յուրգենի տեխնոլոգիական ինստիտուտի հումանիտար կրթության եւ օտար լեզուների ամբիոնի դոցենտ, նախկինում Ստեփանակերտում տեղակայված խորհրդային բանակի 366-րդ մոտորաձգային գնդի սպա Վլադիմիր Ալեքսեյ Պոնոմարիովն է, ով վերջերս միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ պատմական գիտությունների տեխնացուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դինամիկան 1988-ից 94 թվականներին ատենախոսության հրապարակային պաշտպանությամբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում։ Здравствуйте, господин Пономарев. Ձեր կարծիքով կար արդյոք հակամարտության կարգավորման այլընտրանքային ճանապարհ եւ ինչպես կարող էր այն դրսեւորվել հակամարտության տարբեր փուլերում։ Мирным путем, наверное, это все равно бы никак не решилось. Խաղաղ ճանապարհով երևի թե երբեք այն չէր լուծվի, ոչ մի կերպ, որովհետև հենց միայն 1991 թվականի ապրիլից օգոստոս ամիսներին իրականացված օղակ գործողությունից հետո արդեն պարզ էր, որ խաղաղ ճանապարհով հարցը լուծվել չէր կարող։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ոչ մի այլ կերպ չէր կարող միավորվել Հայաստանի հետ, ցավոք միայն այդ ճանապարհով։ Եվ ահա պատերազմը շարունակվում էր 3 տարի, մինչև 1994 թվականը, որը երկու կողմերից էլ հազարավոր կյանքեր խլեց։ Կարծում եմ այլընտրանք չէր կարող լինել, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի զիջման երբեք չէր գնում եւ հիմա էլ ցավոք չի գնում։
Ինչու՞մ է կայանում կողմերի հիմնական անհամաձայնությունը։ Արդյոք մշակույթն ու պատմությունը հանդիսանում են հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միավորման կամ տարանջատման գործոններ։ На протяжении многих веков существовало... Դարերի ընթացքում կողք կողքի ապրել գոյություն են ունեցել տարբեր ազգեր։ Եղել է երկկողմանի մշակույթ, գոյություն ունեցել են, բայց ոչ միշտ է խաղաղություն եղել, ոչ միշտ է ամեն հարց լուծվել խաղաղ ճանապարհով, դարերի ընթացքում եղել են հակամարտություններ, ընդհուպ մինչև 20-րդ դարի սկզբի ցեղասպան գործողությունները, ինչպես դա անվանում են, բայց ցավոք դա շարունակվել է անգամ 20-րդ դարի ավարտին, սկսած 1988 թվականից։ Այդ ժամանակների ամենաողբերգական իրադարձություններից մեկը դարձան Խոջալույի դեպքերը, երբ զոհ գնացին հարյուրավոր խաղաղ բնակիչներ։ Խնդրեմ փոքրինչ մանրամասն ներկայացրեք, ինչ է իրականում տեղի ունեցել Խոջալույում։ Ну, то, что случилось в Хаджалу, я... Այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել Խոջալույում, ես ավելի ուշ իմացա։ Որքանով որ տեղյակ եմ, ինչպես գրված է իմ ատենախոսության մեջ եւ նշվում է հայկական բանակ գիտական ամսագրում հրապարակված իմ հոդվածում, մարդկանց բնակիչներին զգուշացրել էին դուրս գալ տարածքից, որովհետեւ պետք է ամեն դեպքում բացվեր Ստեփանակերտ Ասկերան տանող ճանապարհը, հատկապես որ շրջափակված էր նաեւ Խոջալույի օդանավակայանը։ Ճանապարհը պետք է բացվեր, բայց այդտեղ ադրբեջանական բնակավայր էր, որի բնակիչներին գործողություններից դեռ օրեր առաջ բազմիցս խնդրվել էր հեռանալ։ Հայկական կողմն էր խնդրել։ Այո, հայկական կողմը, ասում էին մենք ձեզ խնդրում ենք հեռանալ, ոչ ոք խաղաղ բնակչությանը ձեռք չի տա։ Ահա ձեր միջանցքը։ Այս ամենը գրված է իմ ատենախոսության մեջ։ Ես իսկապես ուսումնասիրել եմ այս հարցը, օգտագործել եմ 44 աղբյուր, 53 հղում եմ կատարել, այսինքն ես ուսումնասիրել եմ եւ ռուսական, եւ ադրբեջանական, եւ հայկական աղբյուրներ։ Իմ հոդվածում առավել եւս ատենախոսության մեջ ոչ մի հակասություն չկա։ Ամեն ինչ գիտականորեն է ներկայացված։ Օբյեկտիվ հիմքերով եւ իրապես այդպես էլ եղել է, բայց հետո չգիտես ինչու այնպես ստացվեց, որ փաստերը սկսեցին կեղծվել։ Դա եւս պետք էր համապատասխան երկրի ղեկավարությանը, որպեսզի արդարացվեին իրենց անբարյացակամ գործողությունները։ Բայց այն, որ Խոջալույի բնակչությանը զգուշացրել էին, ելքի հնարավորություն էին տվել, դա իսկապես եղել է։ Պարզապես այդ երկրի ղեկավարությունը չցանկացավ փրկել իր ժողովրդին, չնայած մոտակայքում, Աղդամում կային զինվորական ստորաբաժանումներ, որոնք չգիտես ինչու օգնության չեկան։ Հակամարտության խաղաղ կարգավորման ինչպիսի ռեսուրսներ կան, ինչն է խանգարում դրանց իրագործմանը, փոխվստահության ինչպիսի մթնոլորտ է անհրաժեշտ կողմերին բանակցային գործընթացի առաջին քայլերն անելու համար։ Даже духовные лидеры могут в этом помочь. Այդ հարցում կարող են օգնել անգամ հոգևոր առաջնորդները։ Դավանակը եւս քաղաքական ասպարեզում իր հստակ դիրքն ունի։ Կարծում եմ սկզբի համար գուցե արժե սկսել հենց հոգևոր առաջնորդների հանդիպումից։ Այնուամենայնիվ, բանակցային գործընթացը շարունակվում է եւ կշարունակվի, եւ քանի դեռ արդյունքներ չկան, չեմ ուզում մեղքը բարթել Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության վրա։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, հավանաբար իրենց այդ անհաշտողական դիրքորոշումը բերում է նրան, որ այդ հարցը դեռ երկար ժամանակ կմնա անլուծելի, բայց այդուհանդերձ ցանկանում եմ հավատալ, որ նրանց դիրքորոշումը կզիջի, եւ ի վերջո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ճանաչվի եւ ընդունվի Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից որպես սուբյեկտ։ Այսպիսին է իմ կարծիքը։ Կարող է արդյոք քաղաքացիական դիվանագիտությունը օժանդակել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը։ Мое мнение таково, что Բանակցությունների վարման գործընթացին հավանաբար պետք է միջամտեն նաև այլ երկրներ, որոնք գուցե հակամարտության խաղաղ կարգավորման արդյունքում որոշակի շահ կարող են հետապնդել անգամ։ Առաջին հերթին դրանք խոշոր պետություններն են, օրինակ Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը։ Այս ամենը նույնպես ներառված է իմ առաջարկություններում։ Նրանք եւս պետք է շահագրգռված լինեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բարգավաճի տնտեսական ներդրումների բնագավառում։ Ռազմաստրատեգիական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույնպես կարևոր ստրատեգիական շրջան է, ինչը շահեկան է։ Ի վերջո այս օրինակ երկրները հետագայում դրական դեր կարող են ունենալ հանրապետության ճանաչման համար։ Եվ մի օր գուցե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սուբյեկտի կարգավիճակ կստանա Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից։
Շնորհակալություն, պարոն Պոնոմարյով։ Հիշեցնենք, որ այս կիրակի Զինուժի հեռուստատաղավարում Տոմսկի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի Յուրգենի տեխնոլոգիական ինստիտուտի հումանիտար կրթության եւ օտար լեզուների ամբիոնի դոցենտ, նախկինում Ստեփանակերտում տեղակայված խորհրդային բանակի 366-րդ մոտորաձգային գնդի սպա Վլադիմիր Ալեքսեյ Պոնոմարյովն էր, ում հետ զրուցում էինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության դինամիկան 1988-ից 94 թվականներին իր ատենախոսության մասին, ինչպես նաև հարակից մի շարք այլ խնդիրների շուրջ առայժմ։ Շարունակում ենք թողարկումը։ Ազգային բանակի կազմավորման 21-ամյակի առթիվ Մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում օրերս կազմակերպվել էր հրաձգության բացառաջնություն, որին մասնակցում էին զորամասի կուրսանտները։ Իդեպ առաջնությանը հետևում էին մայրաքաղաքից ժամանած հյուրերը։ Բանակի օրվան նվիրված միջոցառումներից մեկն էլ հունվարի 27-ին անցկացվեց Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրաձգարանում։ Զորամասում այդ օրը հյուրընկալվել էին Ավան վարչական շրջանի դպրոցների տնօրենները, համատիրությունների նախագահները, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանն ու նրա աշխատակազմի տղամարդիկ։ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված հրաձգության բաց առաջնության մասնակիցներն էլ զորամասի կուրսանտներն էին, ովքեր մայրաքաղաքից ժամանած հյուրերին ցուցադրեցին իրենց կրակային պատրաստության կարողությունները։ Բանակ հասարակության կապերի ամրապնդման շրջանակում կազմակերպված այցի ընթացքում հյուրերը առաջնությանը հետևելուց զատ ծանոթացան նաև կրակային արվեստի հմտություններին։ Ընդ որում հյուրերը սպաների օգնությամբ նույնպես մասնակցեցին առաջնությանը, սակայն մրցելով միմյանց հետ։ Ինչ վերաբերում է զինծառայողների առաջնությանը, ապա դրա արդյունքների ամփոփումից հետո լավագույն տասնյակում հայտնված կուրսանտներին վարչական շրջանի ղեկավարի կողմից տրվեցին պատվոգրեր։ Փետրվարի 5-ին լրացավ Արցախյան ազատագրական շարժման նվիրյալներից մեկի Վիգեն Շիրինյանի ծննդյան հերթական տարեդարձը։ Հասարակական, քաղաքական եւ ռազմական փայլուն մի գործիչ, ով դեռևս 1980-ական թվականներից էր ձեռնամուխ եղել Արցախը մայր հայրենիքին միացնելու գործին։ Ապրիր եւ հիշիր խորագրի ներքո դիտենք Զավեն Մաթեոսյանի պատրաստած տեսանյութը։ Վիգեն Շիրինյանը Արցախյան ազատագրական շարժման առաջնորդներից էր։ Դեռևս 1984 թվականին իր ծննդավայր Մարտակերտում նա հիմնադրեց ազատագրական շարժման ընդհատակյա կազմակերպություն։ Ծավալեց ազգային գաղափարախոսություն, հանրությանը նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության հետ միացմանը։ Վիգենը դեռ ուսանող ժամանակ, հետի եղել 67 թվին, 1967 թվին դեռ ուսանող ժամանակ իր մտախաղացությունն ա եղել, որ ինքը ստորագրություններ հավաքելով միանա Հայաստանը, Ղարաբաղը Հայաստանի հետ միանա։ Մենք Մարտակերտում էինք, ցույցեր էր գնում, ասենք, դե Ստեփանակերտում, Մարտակերտում արդեն շրջաններից գալիս էին, հավաքվում էին, ժողովներ էր անում։ Ժողովրդին անընդհատ հույս էր տալի, որ լավ կլինի, մեր նպատակին կհասնենք։ Բայց ինքը այդքան բանը չտեսավ։ 1987 թվականին Վիգեն Շիրինյանի գլխավորությամբ Մարտակերտի, ինչպես նաև հարակից շրջաններում կազմակերպվեցին ստորագրահավաքներ։ Գրեթե բոլոր հիմնարկ ձեռնարկություններում եւ ուսումնական հաստատություններում հրավիրվում էին ժողովներ։ Վիգեն Շիրինյանը ոչ միայն խելացի առաջնորդ էր, այլև ազգի նվիրյալ զավակ, ով գիտակցելով, որ իր բարձրացրած հարցը խաղաղ ճանապարհով չի լուծվելու, լծվեց ինքնապաշտպանական գործողություններ կազմակերպելու գործին, զենք զինամթերքի հայթայթում, ինքնապաշտպանական ջոկատների հիմնում, պաշտպանական կառույցների ստեղծում եւ այլն։ Ադրբեջանի կողմից արցախցիների խաղաղ պահանջները հակադրվում էին բռնություններով, խաղաղ բնակավայրերի վրա հարձակումներով եւ ձերբակալություններով։ Նույնիսկ 2 անգամ ձերբակալվելուց հետո չսասանվեց Վիգենի մարտական ոգին։ Հակառակը նա կրկնակի եռանդով եւ վճռականությամբ ներգրավվեց զինված պայքարին եւ փաստացի համարվեց Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատարը։ Ազգային ազատագրական շարժման ժամանակ անկախության գաղափարին ամենանվիրված մարտիկներից լինելով բացի Մարտակերտի շրջանում ինքնապաշտպանության կազմակերպիչ էր, բավականին լավ ակտիվ կարողացավ կազմակերպել Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանությունը։ Հետագայում այդ գործունեության շնորհիվ է, որ կարողացավ ընտրվել Գերագույն խորհրդի պատգամավոր։
Վիգեն Շիրինյանը հասարակական, ռազմական եւ քաղաքական հիանալի գործիչ էր։ 1991 թվականին նա ընտրվեց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի падգամավոր, Լեռնային Ղարաբաղի հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ։ 1992 թվականի հունվարին հրավիրված էր մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի նստաշրջանին, որը ավաղ նրա համար վերջինը եղավ։ Հունվարի 19-ի կեսգիշերին Վիգենը զոհվեց Ստեփանակերտի հրթիռահրետակոծության արդյունքում։ Կրկին անդրադառնանք զորամասային թեմային։ Մարտական պատրաստության բարձրացումը անշուշտ շարունակական գործընթաց է, որն իրականացվում է տեսական եւ գործնական դասաժամերի զուգորդմամբ։ Մեր նկարահանող խումբը վերջերս լինելով զինված ուժերի ռազմավիացիոն զորամասերից մեկում արձանագրել է ուսումնական թռիչքների յուրահատուկ դրվագները։ Ազգային բանակի ռազմաավիացիոն զորամասերից մեկում մարտական պատրաստության ծրագրի համաձայն անցկացվում են անձնակազմի մասնագիտական կարողությունների բարձրացմանը միտված ուսումնական պարապմունքներ։ Ինչ խոսք նմանաբնույթ գործնական թռիչքներն անչափ կարևոր են, քանի որ դրանց ընթացքում հղկվում եւ կատարելագործվում են զինանձնակազմի գործողությունները, ստուգվում է տարբեր օղակների փոխհամագործակցությունը։ Խոսելով վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումների մասին, զորամասի հրամանատար գնդապետ Սամվել Սիրանոսյանն առաջնային տեղ է հատկացնում այն իրողությանը, որ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի գործունեության արդյունքում ներկայումս ռազմաօդային բնագավառի գրեթե բոլոր մասնագետները պատրաստվում են մեր հանրապետությունում։ Մարտական պատրաստության բարձրացման առումով կարևոր է նաև այն հանգամանքը, որ անցած տարիներին կտրուկ ավելացել են օդաչուների ուսումնական թռիչքային ժամերը։ Արդյունքում մեր օդաչուներն այսօր առավել շատ գործնական թռիչքաժամեր են իրականացնում։ Ըստ այդմ հրամանատարը հավաստում է, որ մեր ռազմաօդային ուժերն իզորու են կատարելու իրենց առջև դրված ցանկացած մարտական առաջադրանք։ Ասվածի վկայությունն այս երկու փոխանցիկ դրոշներն են, որոնք զորամասին են տրվել մի քանի անգամ Պաշտպանության նախարարության լավագույն ռազմաավիացիոն զորամասի կոչմանն արժանանալու համար։ 2012 թվականը մեր զորամասի համար եղավ բավականին հաջող տարի։ Զորամասը 4-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույնը ավիացիայի զորամասերի մեջ։ Դա մեր համար շատ պատվաբեր է եւ նաեւ պարտավորեցնող։ Բոլորիս գերխնդիրն է լինել պատրաստ եւ թույլ չտալ, որ ոտնձգություն լինի մեր օդային եւ ցամաքային սահմանների հանդեպ։ Կադրային զինվորականի ընտանիքում հասակ առած Սերգեյ Արությունովին դեռ մանկուց գրավել են զինվորականին հարիր պահվածքն ու պատասխանատվության բարձր զգացումը։ Շուրջ 20 տարի ռազմաավիացիոն ուժերի կազմում անցկացրած սպան խոստովանում է, որ այժմ արդեն իր կյանքը չի պատկերացնում առանց թռիչքի ու դրա պարգևած աննկարագրելի զգացողությունների։ Ռազմաավիացիոն զորամասի հրամանատարի տեղակալը, անդրադառնալով անցած 20 տարիների ընթացքում կատարված փոփոխություններին, հավաստում է, որ դրանցից ամենանշանակալին զինանձնակազմի մասնագիտական պատրաստության ներկայիս աննախադեպ բարձր չափորոշիչներն են։ 90% համարյա թե մեր օդաչուներին պատրաստ են մարտական գործողություններին գնդի կազմում։ Դա բավականին մեծ չափանիշ է, որը որ այսօրությամբ ելի եմ ասում ոչ բոլոր պետությունները ունեն։ Այսօր մեր ռազմաօդային ուժերն ունեն տեխնիկական ապահովվածության եւ մարտական պատրաստության առավել բարձր մակարդակ։ Ընդ որում մարտական պատրաստության ասպարեզում այդ բարձր մակարդակը պահպանելու եւ կատարելագործելու համար հարկ է գործնականում շարունակ կատարելագործել ու ներդաշնակել ուղաթիռների, օդաչուական եւ սպասարկող անձնակազմի գործողությունները։ Ահա թե ինչու զորամասում գործնական թռիչքաժամերը հաջորդում են մեկը մյուսին, ազդարարվում են ուսումնական անակնկալ տագնապներ։ Իսկ դրանք, ինչպես ցույց է տվել անցած տարիների փորձը, մարտական պատրաստության բարձրացման եւ ամրապնդման կարեւորագույն միջոցներից են։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Բանակային կյանքի լրահոսին կարող եք ծանոթանալ նաեւ Պաշտպանության նախարարության 3w.mil.am պաշտոնական կայքի եւ 3w.հայզինվոր.am կայքի էջերում։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։